Ավելի քան 4 տասնամյակ թշնամական հարաբերություններից հետո Վաշինգտոնն ու Թեհրանը փորձում են փակել ռազմական էսկալացիայի էջը։ Թրամփը Ֆրանսիայից, Փեզեշքյանն Իրանից ստորագրել են ԱՄՆ-Իրան հրադադարի փաստաթուղթը։ Փորձագետները համաձայնության գլխավոր ձեռքբերումը համարում են ռազմական գործողությունների դադարեցումն ու նավթային շուկաների կայունացումը։ Սա հրադադարի վերաբերյալ փաստաթուղթ է եւ իհարկե նաեւ պատերազմի հետևանքների վերացմանը առնչվող ուրեմն պայմանավորվածություն գլոբալ առումով կոնֆլիկտի կարգավորման հիմնական ուրեմն շերտերը դրանք պետք է բանակցվեն առաջիկա 60 օրերի ընթացքում։ Հորմուզի նեղուցի վերաբացումը կարող է նվազեցնել համաշխարհային տնտեսական ռիսկերը, իսկ 60-օրյա բանակցային շրջանը հնարավորություն կտա կողմերին քննարկել առավել բարդ հարցեր, միջուկային ծրագրից մինչև պատժամիջոցներ։ Շատերը քննադատում են ԱՄՆ-ին, որ դա իրականում շահավետ է Իրանի համար եւ այն խոստումները, որ Թրամփը տալիս էր, ապա ինչու չի երևում այդ կետերում, բայց դա արտաքուստ է այդպես երևում։ Իրականում այս փաստաթղթի տրամաբանությունն էլ այն է, որ նախնական փաստաթուղթ է եւ մակերեսորեն պատկերացում է տալիս հետագա համաձայնագրի դրույթների վերաբերյալ։ Ամենազգայուն հարցերը Իրանի միջուկային ծրագիրը, տարածաշրջանային ազդեցությունը եւ պատժամիջոցների ամբողջական վերացումը թողնված են հետագա բանակցություններին։ Փորձագետների կարծիքով ցանկացած կողմ կարող է հրաժարվել պայմանավորվածությունից, եթե բանակցությունները հերթական անգամ փակուղի մտնեն։ Իսկ այդ հարցում նախանձախնդիր է Իսրայելը։ Սա ուղղակի նախնական փաստաթուղթ է, որը որոշ չափով վստահության բարձրացում է տալիս, որովհետև այդ վստահությունը առաջին հերթին Իրանին էր պետք, որովհետև գիտենք 2015 թվականին Իրան-ԱՄՆ գործարքից հետո ուղղակիորեն ԱՄՆ Թրամփի վարչակազմը դուրս եկավ եւ Իրանը նաեւ բազմիցս շեշտում է, որ իրենք չեն վստահում ԱՄՆ-ին եւ երաշխիքներ է պետք, հետեւաբար սա որոշ առումով վստահության բարձրացում է, նաեւ այնտեղ եթե ուշադրություն դարձնենք, կետերից մեկում նշվում է, որ վերջնական համաձայնագիրը նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում պետք է հաստատվի, ինչը նորից երաշխիքներ է բարձրացնում։ ԱՄՆ-Իրան համաձայնությունը անմիջական նշանակություն ունի մեր տարածաշրջանի համար։ Եթե երկրների միջև հարաբերությունների կարգավորումը շարունակվի, ապա Հայաստանի հարավային սահմանների հարևանությամբ անվտանգային ռիսկերը կարող են էապես նվազել։ Հայաստանի եւ Հարավային Կովկասի անմիջական հարևանությամբ կոնֆլիկտային գոտին ըստ էության այլևս դադարում է գոյություն ունենալ։ Փորձագետների գնահատմամբ հարաբերությունների բարելավումը կարող է դրական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի արտաքին քաղաքական եւ տնտեսական հնարավորությունների վրա։ Մասնավորապես Իրանի նկատմամբ սահմանափակումների մեղմացման դեպքում կարող են ակտիվանալ հայ-իրանական տնտեսական կապերը, ընդլայնվել առևտրաշրջանառությունը եւ ներդրումային ծրագրերը։ Պետրոսյանը անդրադառնում է նաև TRIP նախագծին, նշելով, որ Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերությունների կարգավորումը չի նվազեցնում դրա նշանակությունը։ Ըստ նրա, նախագիծը շարունակում է մնալ ռազմավարական նշանակության նախաձեռնություն, ավելին ակնկալվում է, որ գետնի վրա աշխատանքներն առաջիկայում մեծ թափ կհավաքեն։ Տարաձայնությունները, որոնք կարող էին առաջանալ, օրինակ Իրանի դիրքորոշման պայմանավորված, ըստ էության դրանք այլևս չեզոքանում են։ Նախագծի նշանակությունը եւս որպես այդպեսին շարունակել է մնալ օրակարգային, հատկապես Միացյալ Նահանգների համար, որովհետև այնուամենայնիվ TRIP նախագիծը Միացյալ Նահանգների համար նաև հարավային Կովկասում ներկայացում ունենալու եւ նաև հետխորհրդային մի քանի տարածաշրջանների միջև կապն ապահովելու, տնտեսական առումով այդ տարածաշրջաններում ներկայացում ունենալու եւ այստեղի process-ների վրա ազդելու նպատակ էր հետապնդում։ Տարածաշրջանային նախագծերում Իրանը եւս կարող է ավելի ակտիվ դեր ստանձնել, նկատում են մասնագետները։ TRIP-ի իրագործման համար շատ կարեւոր է, որպեսզի հենց ուղիղ սահմանակից երկրում Իրանում լինի խաղաղություն եւ այնպիսի խաղաղություն եւ համագործակցություն ԱՄՆ-ի հետ, որը հնարավորություն կտա TRIP-ը նաեւ գայթակղիչ դարձնել տարածաշրջանի մնացած երկրների համար։ Այս դեպքում, եթե համագործակցության այս լավ սցենարը շարունակվի ԱՄՆ-ի հետ, Իրանը նաև TRIP-ը կարող է դիտարկել որպես հնարավորություն։ Այսպիսով առաջիկա ամիսները ցույց կտան, արդյոք այս համաձայնությունը պատմական բեկում կարձանագրի թե հերթական ժամանակավոր հրադադար։ Փորձագետների գնահատմամբ ԱՄՆ-Իրան հարաբերությունների հնարավոր կարգավորումը ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև Հայաստանի եւ ամբողջ Հարավային Կովկասի համար կարող է նոր հնարավորությունների պատուհան բացել։
Վոլոդիա Մուշեղյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։